Մինսկը բողոքի նոտա է փոխանցել հայկական կողմին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված։ Մամուլում տարածված լուրը հաստատում է Հայաստանում Բելարուսի գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Այո, մենք հաստատում ենք 3 ներկայացված բողոքի նոտայի մասին տեղեկությունը։ Լարվածության պատճառը Ալեն Սիմոնյանի հայտարարությունն էր, թե Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա եւ կառավարվի այնպես, ինչպես Բելարուսը։ Մինսկում այս ձևակերպումը որակել են որպես ոչ բարեկամական։ Դիվանագիտական խողովակներով փաստաթուղթը հանձնվել է Մինսկում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին, սակայն Երևանից պաշտոնական պատասխան դեռ չկա։ Բելարուսական կողմի հասցեին հնչող որոշ մեղադրանքների վերաբերյալ մեկնաբանություններ պետք է տան արտգործնախարարության ներկայացուցիչները։ Ուստի կսպասենք մամուլի քարտուղարի համապատասխան հայտարարություններին։ Հայաստանի ազգային ժողովի նախագահը պնդում է, բողոքի նոտայի մասին տեղյակ չէ։ Բելարուսի հետ կապված այս թեման մի քիչ ավելի ուռճացված է, ավելի շատ ուռճացնում են, չկա տես թեմա։ Ալեն Սիմոնյանը Բելարուսի կառավարման վերաբերյալ իր հայտարարությունների համար չի էլ զղջում, այլ ձևակերպումներով այսօր էլ կրկնեց նույն միտքը ու հեռակա խորհուրդ տվեց Բելարուսի առաջնորդին, հիշեցնելով նրա նախկին հայտարարությունները Հայաստանի մասին։ Մեզ քննադատող երկրի կարծում եմ ղեկավարը պետքա իր երկրի մասին նախ եւ առաջ մտածի, իր երկրի ներքին կայունության մասին մտածի, խոսքի ազատության մասին մտածի, քաղաքական անկախության մասին մտածի ու շատ չգիտեմ կարտոֆիլի աճման process-ի մասին մտածի, շատ մտածելու բան ունի, թե ինչ է ինքը մտածում Հայաստանի Հանրապետության մասին այն դեպքում, որ ինքը ասում էր, որ Հայաստանի Հանրապետությունը ուր է փախչելու Հայաստան, ում է ինքը ընդհանրապես պետք Հայաստանի Հանրապետությունը, երբ որ պլանավորում էր Ադրբեջանի հետ հայ ժողովրդի նկատմամբ այդ գործողությունները ռազմական, ինքը լիքը բան ունի մտածելու, Ալենին հանգիստ թվա։ Լրագրողները Հայաստանում Բելարուսի ժամանակավոր հավատարմատարից հետաքրքրվեցին նաև դեսպանի Հայաստան վերադառնալու հարցով։ Ինեսա Կուդրուկը շեշտեց, որ այդ հարցով որոշումը կայացվում է երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակով ու խորհուրդ տվեց հարցը ուղղել հայկական կողմին։ Հայաստանում Բելարուսի դեսպանի պաշտոնը թափուր է ավելի քան 1 տարի։ Ալեքսանդր Կոնյուկը այդ պաշտոնից ազատվեց 2025-ի ապրիլին։ Ըստ հայկական լրատվամիջոցների նրա հետ կանչը նախաձեռնել էր Երևանը։ Հայաստանն էլ Բելարուսում դեսպան չունի 2024-ի հունիսից։ Ռազմիկ Խումարյանը հետ կանչվեց այսպես ասած խորհրդակցությունների համար եւ այլևս չվերադարձավ Բելարուս, թեև պաշտոնապես պահպանում է դիվանագիտական կարգավիճակը։ Երևանի եւ Մինսկի հարաբերությունները սրվեցին Լուկաշենկոյի Արցախյան պատերազմի մասին հայտարարություններից հետո։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ պաշտոնյաները չեն այցելի Բելարուս, քանի դեռ իշխանության ղեկին Լուկաշենկոն է։